մի քիչ կշտամբանքի երանգ զգացի, որ քննարկումը մի քիչ ավելի քաղաքական է ստացվում, քան թե մասնագիտական, դրա կապակցությամբ խորհուրդ կտամ մյուս անգամ քաղաքական գործիչներ չհրավիրեք։ 4 մասնակցից երկուսը քաղաքական գործիչ են եւ քաղաքական պետք է ստացվի, դա իմիջիայլոց։ Ես մի քանի արձագանք ունեմ, նախ ինչ վերաբերում է հրատապությանը նախագծի եւ փաստերից զբաղվենք էլի եւ սահմանադրական մեծամասնություն ունենալը կամ չունենալուն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այս պահին նույնպես խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, ամբողջ 8-րդ գումարման ընթացքում չի ունեցել սահմանադրական մեծամասնություն։ Հետևաբար նույն իրավիճակը մենք ունենալու ենք հաջորդ խորհրդարանում, եթե ոնց որ սահմանադրական դատարանը օրինակ նոր ընտրություններ չնշանակի, այսինքն նոր բանտերի չունենա, այս պահի դրությամբ որոշման մենք ունենք նույն իրավիճակը, ինչ ունեինք նախորդ խորհրդարանում, հետևաբար ոնց որ ճիշտ չի եք պնդումը պարոն Մանուկյան, էլի այսպես ասեմ։ Ինչ վերաբերում է նրան, որ նախագիծը շրջանառվող նախագիծը հակասահմանադրական է, ես Տիկին Գրիգորյանին ես առումով հանձնամ արձագանքել դիտարկումների սիրով կցում եք, բայց ինչ վերաբերում է արդեն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, ուզում եմ ասել, որ ցանկացած նախագծի վերաբերյալ, եթե խմբակցությունները ունեն միտք, որ դա կարող է հակասահմանադրական լինել, խմբակցությունները կարող են դիմել սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը ստուգելու համար եւ դա պարտադիր չի որ լինի անպայման ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը մյուս օրենքներին վերաբերյալ նույնպես այդ լիազորությունները ունեն խմբակցությունները։ Ինչ վերաբերում է այն դիտարկումը, որ բոլոր քաղաքացիները ցուցակներում են դրան արդեն արձագանքեց Տիկին Գրիգորյանը, բոլոր քաղաքացիները չի որ ցուցակներում են, նրանց ընտրական իրավունքները շարունակում են մնալ իրենց մոտ, եթե իրենք ուզենան վերականգնել, իրենք կարող են վերականգնել իրենց անունը ցուցակում, որովհետև ընտրական իրավունքը իրենց հետ պատտվում է աշխարհ, հա։ Պարոն Արտինյանը կուզեի ասել, որ նախագիծը երկքաղաքացիներին չի վերաբերվում, իր խոսքից իմ մոտ տպավորություն ստեղծվեց, թե երկքաղաքացիներին է վերաբերում, ցավոք սրտի չկա որևէ մեխանիզմ ստուգելու երկքաղաքացիություն, մարդիկ արդյոք ունեն այլ երկրի քաղաքացիություն, թե չունեն, միայն դա ոնց որ բարեխիղճ համագործակցության շրջանակում կարող է լինել, իսկ մենք ունենք վատ նախադեպ, որ օրինակ հարցում են կարելի մի երկրի թեկնածուի քաղաքացիության վերաբերյալ եւ դեռևս չունենք արձագանք, այսինքն եթե մյուս երկրի ինստիտուտը որոշիչ արձագանքել, մենք երբեք դա չենք կարող իմանալ։ Ես համաձայն եմ այն դիտարկման հետ, որ եւ այս միտքը նույնպես շրջանառվում է խմբակցությունում որպես գաղափար, որ սեփականության իրավունքի հարկային ռեզիդենտության հետ կարող է կապվել, որովհետեւ ի վերջո կառավարությունը հարկային եկամուտներ տնօրինող մենեջերների տենց ինչ-որ խումբ է եւ բոլոր մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ փոխկապակցված են այդ բյուջեի ձևավորման հետ, իրենք նույնպես ոնց որ իրենց վրա պիտի որ տարածվի այդ իրավունքը եւ սա այդ ցուցակներում լինելու հնարավորությունը եւ սա նույնպես քննարկվում է։ Եվ վերջում ես կուզենայի նաեւ արձագանքել 25-օրյա հավաքների այդ բանի աղմուկի շուրջ, որ մարդիկ չգիտես ինչու մտածում են, որ երկրի պաշտպանությունը դրված է միայն ինչ-որ խումբ մարդկանց վրա, հիմնականում այդ խումբ մարդիկ սոցիալապես ամենախոցելի մարդիկ են կամ Հայաստանում մշտապես բնակվող, չգիտեմ, օրինակ, որ եթե որոշ բացառություններ կան, հա, բանի մեջ, իրանց կարիերայի առաջընթացի մեջ ամենասովորական մարդկանց վրա է հայրենիքի պաշտպանության բեռը ընկած, այս իմաստով եւ նաեւ ես չգիտեմ ինչի է էլի, տենց որ չգիտեմ իմ եղբայրը կամ հայրը պետք է գնան պատերազմ, հետո էլ նորից այդ պատերազմից 2 ամիս հետո վարժական հավաքների, իսկ բանը ինչ որ մեկը ում չի հետաքրքրում Հայաստանի հետ ինչ կլինի, ինքը չգնա վարժական հավաքների։ Ես կարծում եմ, որ այդ մեծ հայրենասիրությունը, որից մղված մարդիկ գալիս են Հայաստան կատարելու Հայաստանի ճակատագրի վերաբերյալ որոշում, պետք է դրսևորվի ու իրանք նաև պարտավորությունների միջոցով այդ հայրենասիրությունը դրսևորեն եւ ես կարծում եմ, որ լավ առիթ է եկել Հայաստան, թող գնան մոտիկից հայրենիք սիրեն, հետո կվերադառնան իրենց հիմնական բնակության վայրին, չկա ինչ պատել։